Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, խնդրեմ։ Ինգալիչյանից մի քանի հարց տամ, լավ։ Առաջինը, նախորդ 236 միլիոնը գոնե հանձնաժողովում քննարկվեց, կարծեմ նոյեմբեր ամսին։ Կարծեմ։ Ցուրտ էր։ Լավ, նոյեմբեր ամիսն էր։ Հիմա դուք ասում եք մրցույթ ենք հայտարարել, այդ գումարի մրցույթն է։ Չէ, դուք բարձրացան հետո միասին։ Քաջարյան թունելի մասով էր մրցույթը, հայտարարություն տվել ենք, շինարարի մրցույթը հայտարարել ենք Քաջարյանի թունելի, ոչ այս 236 կտորի, նախորդի մասին։ Այո։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ 6 ամիս առաջ վարկ եք վերցնում, մրցույթ նոր եք հայտարարում։ 6 ամիս առաջ չէ։ Լավ 5 ամիս առաջ, լավ 4 ամիս առաջ։ Այո, նոր ենք հայտարարում։ Այսինքն վարկը վերցնում եք, դրա վրա տոկոս եք տալի, մրցույթ նոր եք հայտարարում, չէր կարելի մրցույթը պայմանական հայտարարել, եկեք միասին էլի հարգելի գործընկերներ, հարցը ձևակերպեք։ Ամեն ասում բոլոր հարցերը տամ հետո տամ։ Առաջինը դա, երկրորդը ասեցիք, որ Եվրիբոր 6.06, այսինքն 0.5 պլյուս ֆիքսված մասը բանկն է հայտարարելու, քանի տոկոս է մոտավորապես, մինիմալ կամ մաքսիմալ շեմ սահմանված է թե չէ, եւ երրորդը, այս էլ որորդ անգամ կառավարությունը վարկա վերցնում եւ հայտարարում ասում միջազգային ստանդարտներին համապատասխան ճանապարհ են կառուցելու։ Դուք անձամբ դուք լծենի ճանապարհով անցել եք։ Պատասխանեմ ձեր առաջի հարցին պատասխանեմ, որ ֆիքսված տոկոսադրույքով տրանշների դեպքում ֆիքսված տոկոսադրույքը պլյուս 2% է եւ լողացողի տոկոսադրույքի յուրաքանչյուր տրանշի համար համապատասխան ժամանակահատվածի լողացող տոկոսադրույքի պլյուս 2%-ը։ Իսկ լծենի համար նախ ստակեցնեմ, որ լծենի ճանապարհը մենք միջազգային ստանդարտներով չենք կառուցել ենք մեր Հայաստանի Հանրապետություն գործող նորմերով եւ ստանդարտներով։ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ստանդարտները, որը մինչ օրս կիրառվել են, երկու հիմնական ստանդարտներ են կիրառվել, դա աշտո-ամերիկյան ստանդարտները, իսկ հարավային հատվածում առավելապես մենք կիրառել ենք եվրոնորմերի ստանդարտները համակցած մի քանի այլ ստանդարտներով, բայց հիմնականում այդ երկու ստանդարտների շրջանակներում է կառուցվում եւ մեր նախագծերը մշակել են միջազգային նախագծային ընկերությունները եւ առաջադրանքները տրված են հենց այդ ստանդարտների կառուցմամբ։ Լծենը դա մեր տեղական ստանդարտներով կառուցված ճանապարհահատված է։ Լավ, այսքան առաջին հարցից ձեր արձագանքին արձագանք եմ, լավ, ուզում հասկանամ։ Եթե նախորդ վարկը վերցվել է դեկտեմբեր ամսին, համարենք դեկտեմբերի վերջի աշխատանքային օրը, 4 ամիս անցել է, մենք այդ 4 ամսվա վրա տոկոս ենք վճարում, եւ մրցույթ նոր է հայտարարվում։ Այս դժվար է մրցույթ օրինակ այդ ամբողջ նախապատրաստական աշխատանքները տանել պայմանով հենց գումարները, եթե գումարները հասանելի լինեն։ Այսինքն այս 4 ամսվա վրա մենք տոկոս ենք գումար ենք վճարել, արդյունք չենք ստացել, վերջացնեմ։ Մյուս խնդիրը չհասկացա, ասում եք ֆիքսվածը պլյուս 2%, ֆիքսված ինչի։ Հասկացա ֆիքսված ինչին պլյուս 2%։ Տոկոսա վարկի տոկոսադրույքն եմ ուզում հասկանալ, ֆիքսվածը թիվը, լողացողը փոփոխական պլյուս թիվը։ Իհարկե։ Լողացող տոկոսադրույքը տրանշի դեպքում լողացող տոկոսադրույքի 2%-ը յուրաքանչյուր տրանշի գումարի նկատմամբ, այսինքն մենք հետադարձ մենք 10 միլիոն տրանշի ներկացել դրան։ Տիկին Ղալչյան, չեմ հասկանում, ես ասում եմ վարկի տոկոսադրույքը, դուք ասում եք Եվրիբոր, չէ, պլյուս ֆիքսված թիվ, Եվրիբորը լողացողը, պլյուս ֆիքսված թիվ, այսինքն Եվրիբոր պլյուս 2%, շատ լավ, շնորհակալություն, դե ասեք ֆիքսված պլյուս 2%, օքեյ, ընդունեցի, հիմա, այսինքն ես մյուսը ճիշտ եմ հասկանում, որ միջազգային ստանդարտներով կառուցված որևէ ճանապարհի կտոր, որի որակը հնարավոր է ստուգել, դեռ չունենք, որովհետև լծենի ճանապարհը դեռ չբացված, մշտապես ամեն անձևից հետո ճանապարհի զգալի հատվածներ փակվում են եւ այնտեղ արդեն ճաքեր կան։
Եվ այդ ճանապարհը կառուցվել է, չգիտեմ, 2, 3, 4 Անի մասին է Սենց խոսքը։ աթև հայ։ Ես կառաջարկ Շինարարությունը։ հետևյալ ձևի պատասխանեմ, տեսեք, այս պահին Ագարակ Քաջարյան հատվածում լայնածավալ շինական աշխատանքներ են կատարվում, առիթի դեպքում եթե կլինեք մարզում, վստահ եմ կլինեք, կառաջարկեի մի փոքր անցնեիք, տեսնեիք, նույնիսկ աշխատանքների process-ից ակնհայտ է այն շինական մեթոդների կիրառումը, որ Արմե իրանական ընկերությունն է իրականացնում, շատ լավ աշխատանքների որակի ստանդարտների պահպանման, վերահսկողը միջազգային ընկերություն է, նախագծողի եւս հեղինակային հսկողություն է իրականացում իտալական ընկերություն է, այնտեղ process-ում է շինարարությունը միջազգային ստանդարտներով։ Լծենի մասով քարաթափումների մասին է բարձրաձայնում ահազանգում, մենք լրացուցիչ այս պահին միջոցառում ենք քարաթափումների դեմ անում, նախագիծ ունենք պատվիրված, որը շուտով կմեկնարկենք անել, տեղակ ենք խնդիրը, փորձում ենք լուծում տանք։ Ճանապարհը դեռևս շահագործման չենք ընդունել եւ կընդունենք միայն եթե որակի շեղումներ լինեն այդ պահանջների վերաթերությունների, որոնք որ նշмарվել են որոշակի մասով պատվածքի, բայց քարոթափումը առանձին ծրագրով իրականացնում ենք, փորձենք այդ խնդիրը հիմնովին լուծել։ Շնորհակալություն։ Ընտրեմ պարոն Հակոբյան։ Գիգալեչյան նշված հատված